ԱՄՆ-ն չի ծրագրել պատվիրակություն ուղարկել Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին, որոնք կարող են տեղի ունենալ Ստամբուլում հունիսի 2-ին։ Այս մասին հայտնում է Atlantic-ը։ ԱՄՆ-ն չի պատրաստվում պատվիրակություն ուղարկել, ասվում է Նյութում։ Սակայն, ինչպես նշում է պարբերականը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է առաջընթաց տեսնել Ուկրաինայի կարգավորման գործընթացում։ Մեծ Բրիտանիայի ստորջրյա ենթակառուցվածքը չափազանց խոցելի է Ռուսաստանի կողմից հնարավոր սաբոտաժի համար, այս մասին գրում է Politico պարբերականը։ Փորձագետները նախազգուշացնում են, որ կրիտիկական կարևոր գազատարները, էլեկտրահաղորդման գծերը եւ տվյալների փոխանցման մալուխները Բրիտանիայի անվտանգության թույլ կետերն են, երկիրը անպաշտպան թողնելով պոտենցիալ աղետալի դիվերսիաների առջև, ասվում է Նյութում։ Մասնագետների խոսքով ստորջրյա խողովակների եւ մալուխների վնասումը կարող է մասամբ շարքից հանել էլեկտրամատակարարման եւ կապի համակարգերը, ինչը երկրի համար լուրջ վտանգ կներկայացնի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է ավելացնել Թայվանին զենքի վաճառքը, ինչը կարող է հանգեցնել Չինաստանի հետ ռազմական լարվածության սրմանը, այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Վաշինգտոնի գործողությունները կարող են մեծացնել լարվածությունը Պեկինի հետ հարաբերություններում, հաշվի առնելով, որ Պեկինը ժողովրդավարորեն կառավարվող Թայվանն իր տարածքն է համարում, ասվում է Նյութում։ Իսրայելն անհանգստացած է, Թրամփի վարչակազմը կարող է գործարք կնքել Իրանի հետ, որը Թեհրանին չի զրկի միջուկային զենք արտադրելու հնարավորությունից, բայց կսահմանափակի Թել Ավիվի ռազմական գործողությունների հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը։ Մտավախություն կա, որ Թրամփը ցանկանում է գործարք կնքել, իսկ Իրանը ժամանակ ձգել։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում։ Արդյունքում կստանան գործարք, որը չի համապատասխանի ուրանի զրոյական հարստացման սկզբունքին, ասել է Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի նախկին ավագ տնօրեն Ավներ Գոլովը։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանին տրամադրել պայմանների ցանկ, որը կներառի ուրանի հարստացման դադարեցումը։ Եթե նրանք չընդունեն այդ պայմանները, իրանցիների համար վատ հետևանքներ կլինեն, հստակեցրել է նա։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, թաքցնելով Ուկրաինային զենքի մատակարարման մասին տեղեկությունները, ցանկանում է զիջումների հասնել Ռուսաստանից։ Մոսկվայի նկատմամբ Բերլինի պլանի մասին հայտնել է Junk Welt-ը։ Մերցը դա անվանեց ռազմավարական երկիմաստություն, դա կոչված է Ռուսաստանին զիջումների մղել, քանզի վերջինս չի պատկերացնի Ուկրաինայի իրական հնարավորությունները, նշված է հաղորդագրության մեջ։ Պարբերականը օրինակ է բերել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ով նույնպես խոսել է ոչ միանշանակ ռազմավարության մասին, փորձելով թաքցնել արևմտյան զորքերի մուտքը Ուկրաինա, սակայն նա բլեֆ էր անում։ Այժմ Մերցը կրկնում է Մակրոնի սխալը եւ վտանգում է շատ ավելի հզոր հարված հասցնել իր հեղինակությանը, գրում է թերթը։